Մատթեոս 20-րդ գլուխ։ Արդարև երկնքի արքայությունը նման է մի հարուստ մարդու, որ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։ Մշակների հետ օրավարձը մեկ դահեկան սակարկելուց հետո նրանց իր այգին ուղարկեց։ Երրորդ ժամին դուրս ելնելով տեսավ ուրիշների, որոնք անգործ կանգնել էին հրապարակում։ Նրանց էլ ասաց. «Դուք էլ գնացեք իմ այգին, եւ ինչ որ հարմար է կվճարեմ ձեզ»։ Նրանք ևս գնացին։ Ապա 6-րդ ու 9-րդ ժամերին դարձյալ դուրս եկավ եւ նույն բանն արեց։ 11-րդ ժամին դուրս գալով գտավ ուրիշների, որոնք անգործ կանգնած էին։ Նրանց ասաց. «Ինչու եք օրը ցերեկով անգործ կանգնել այստեղ»։ Նրան ասացին. «Որովհետև մեզ ոչ ոք չվարձեց»։ Նրանց ասաց. «Դուք էլ գնացեք այգին եւ ինչ որ հարմար է կստանաք»։ Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. «Կանչիր մշակներին եւ տուր նրանց օրավարձը, վերջիններից սկսած մինչև առաջինները»։ Նրանք, որ 11-րդ ժամին էին վարձված, մեկական դահեկան ստացան։ Եկան նաև առաջին ժամի վարձվածները, որոնք կարծում էին, թե ավելին կստանան, բայց նրանք էլ մեկական դահեկան ստացան։ Երբ օրավարձը ստացան, սկսեցին տրտնջել տանտիրոջ դեմ եւ ասել. «Վերջին ժամերի եկածները 1 ժամ աշխատեցին, իսկ դու նրանց հավասար դարձրիր մեզ, որ օրվա ծանրությունն ու տոթը տարանք»։ Նա պատասխանեց նրանցից մեկին եւ ասաց. «Ընկեր, քեզ չեմ զրկում։ Միթե ինձ հետ 1 դահեկանի չսակարկեցիր։ Վերցրու քոնը եւ գնա։ Այս վերջիներին ուզում եմ տալ այնքան, որքան քեզ։ Միթե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձում ես, որ ես առատաձեռն եմ։ Այսպես էլ վերջիններն առաջին կլինեն եւ առաջինները վերջին, որովհետեւ կանչվածները շատ են, իսկ ընտրյալները քիչ»։ Երբ Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում, 12-ին առանձնացրեց եւ ճանապարհին ասաց նրանց. «Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, եւ մարդու որդին մատնվելու է քահանայապետներին ու դպիրներին։ Նրան մահվան են դատապարտելու եւ հեթանոսներին հանձնելու, որ ծաղրվի, ծեծվի, խաչ հանվի եւ երրորդ օրը հարություն առնի»։ Այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրը իր որդիների հետ։ Երկրպագում եւ նրանից բան էր խնդրում։ Հիսուսը նրան հարցրեց. «Ինչ ես ուզում»։ Կինն ասաց նրան. «Խոստացիր, որ իմ այս 2 որդիները քո արքայության մեջ նստեն։ Մեկը քո աջ կողմում, մյուսը ձախ կողմում»։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց. «Չգիտեք, թե ինչ եք խնդրում։ Կարող եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին